Дорогая церковь, всех приветствую еще раз. Рад представить вам нашего сегодняшнего гостя. Это пастор Акоп из церкви Арарат своим сыном. Давайте поприветствуем их. Հարկ Տիրոջը Տեր օրհնի ձեզ ինչ լավն են ձեր բալիկները որ այստեղ կանգնած էին մեծ օրհնություն է երբ որ բալիկները կարծում եմ ծնողները երբ որ նայում են բալիկներին ձեր սիրտը մի տեսակ ճլմտում է չէ երբ որ տեսնում եք որ Աստծո խոսք են խոսում հա եթե վատ բան են անում ջղայնանում ես բարկություն է գալիս երբ որ լավ բան են անում տեսնում ես Տիրոջ մեջ է սիրտդ մի տեսակ լցվում է ուրախությունից Պատկերացրեք Աստված երկնքից նայելով մեզ ինչքան է իր սիրտը լցվում։ Չէ՞։ Եվ այսօր որովհետև մենք հավաքվել ենք այսօր իմ անունը Հակոբ է եւ ով չի ճանաչում նոր ներկայացրեցին կարճ կոնկրետ ասեմ իմ մասին չեմ պատմի կորած էի Աստված ինձ գտավ։ Հա Դավիթ եղբայրը իմ լավ ընկերն է իր ընտանիքը մենք իրար հետ լավ շփվում ենք երկար տարիներ ես ձեր մոտ մեկ-երկու անգամ եղել եմ չեմ հիշում երևի դից շուտ եմ եղել ես դալիճում առաջ անգամ եմ Տեր օրհնի տեսնում եմ ուրախանում եմ ինչ լավն եք դուք եւ շնորհակալություն Դավիթ եղբայրը որ ինձ թույլ տվեց այստեղ այսօր ձեզ հետ կիսվեմ Աստծո խոսքով որովհետեւ գիտեք խոսքում այսպեսի մի տեղ կա ասում է Եթե արչար չկա, մսուրը մաքուր է։ Եթե ուտող չկա, սեղանը դատարկ է։ Այդ իմ բառերով ասի։ Գիտեք, հավատում եմ, որ այսօր այստեղ ուտողներ են հավաքվել։ Ես է ձեր ծառան լինեմ, մատուցեմ ձեզ այդ ուտելիքը, հավատալով, որ այսօր ախորժակով ուտողներ են հավաքվել, հա։ Կարոս իրար օրհնության համար ասես ախորժակը տեղը պահիր, որովհետև հեսա համով բաներ ենք ուտելու։ Այդ ակնկալիքը ունենանք եւ այդ համով ուտելիքները միշտ երկնային հորից են սիրելներ։ Դա մարդուց չի բխում։ Մարդը չի կարա գիտես մարդիկ կան չէ որ հետը մի քիչ շփվում ես 1, 2, 3 ժամում իր ամբողջ գիտելիքները տալիս է քեզ էլ բան չկա տալու։ Հա բայց երբ որ Աստված խոսում է, երբ որ Աստծո հոգին է, ինքը անverջ քաղցրություն է, բխում են, գետեր են բխում, եւ դու չես կշտանում, քաղցրություն, դրա համար Աստծո մարդկանց հետ երբ որ շփվում ես, օրինակ ես իմ հովիվը Ռաֆայել Գրիգորյանն է Վանաձորից, երբ որ ես գնում եմ առիթ ալնում իր հետ լինել, ես իրանից կպտում եմ, բաց չեմ թողում, անթաց եմ, սնվում եմ, եւ չեմ հոգնում։ Գիտեք ագախնիկ ասեմ, ինքը կարող է մի պատմություն, նույն պատմությունը շատ անգամ պատմի։ Մի քիչ տարիքով մոռանում է։ Բայց ամեն անգամ ես օրհնվում եմ։ Ամեն անգամ ինձ համար շատ հետաքրքիր է եւ ինձ համար դա մեծ օրհնություն է եւ ես չեմ հոգնում դրանից։ Այսպես է մեր Աստծո խոսքն է։ Աստվածաշունչը նույնն է մնացել, չի փոխվել։ Հա, նույնն է մնացել, քանի երբ հենց գրվել է մինչեւ այսօր Մենք խոսում ենք այդ Աստվածաշունչ, բայց նա երբեք չի հոգնեցնում նրանց, ովքեր ծարավ են եւ փափագում են Աստծուն։ Եվ միշտ օրհնություն աբերում մեր կյանքի մեջ։ Տերը օրհնի ձեզ, ես աղոթում եմ ձեզ համար, դուք աղոթեցիք ինձ համար։ Տեր շնորհակալ եմ եւ փառք եմ տալիս օրհնիր քո ժողովրդին, քո լսարանին, որ նրանց սրտի աչքերը բացվեն, որ տեսնեն քեզ եւ ականջները բացվեն, որ լսեն քեզ իմ Աստված։ Հավատում եք, որ այսօր դու կլցնես այս վայրը եւ մեզանից յուրաքանչյուրը կճաշակեն եւ կիմանան, որ դու քաղցր ես։ Շնորհակալ ենք եւ փառք ենք տալիս քեզ։ Անուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու ամեն։ Եվ բալիկները, երբ որ Աստծո խոսք են խոսում, թեկուզ փոքր մի բան իրանց շուրթերից դա քաղցր է հնչում։ Ասում են, որ հրեաները վերցնում էին մեղրը եւ Աստծո այդ խոսքի վրա դա այն ժամանակ խոսքը պերգամենտի վրա էր կամ փայտի բաների վրա էր մեղրը էին գցում եւ տալիս էին մանուկներին որ նրանք լիզեն եւ զգան քաղցրությունը որ մեծ հասակում իրանց մոտ մնա լավ տպավորություն եւ այսօր սիրելիներ ես կխնդրեմ եթե ունեք Աստվածաշունչ բացեք ինձ հետ Ղուկաս ավետարանը հավատում եմ որ այսօր Տերը պետք է խոսի ձեզանից յուրաքանչյուրի հետ։ Եվ Ղուկաս ավետարան 5-րդ գլուխ
Հենց առաջի խոսքից մի բան կա գրված, խոսք, որի մի պատմություն, որի ես այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել, եւ եղավ, երբ որ ժողովուրդը նրա վրա կիտվում էր Աստծո խոսքը լսելու, եւ ինքը Գենեսարթի ծովակի մոտ կանգնած էր։ Եվ երկու նավ տեսավ, ծովակի մոտ կանգնած։ Ձկնորսներն էլ նրանցից դուրս էին եկած եւ ուրկաները լվանում էին եւ նա մտավ այն նավերից մեկի մեջ, որ Սիմոնին էր եւ խնդրեց նրան նավը ցամաքիցը մի քիչ ներս տանել։ Նստեց եւ նավիցը սովորեցնում էր ժողովրդին։ Եվ երբ որ խոսելուց դադարեց, Սիմոնին ասեց, նավը դեպի խորը տար եւ ձեր ուրկանները գցեցեք որսի։ Եվ Սիմոնը պատասխանեց եւ ասեց նրան. Վարդապետ, բոլոր գիշերը աշխատեցենք եւ ոչինչ չբռնեցիք, բայց քո խոսքի համար ուրկանը կգցեմ։ Եւ երբ որ այս արին, ձկների մի մեծ բազմություն ներս փակեցին եւ նրանց ուրկանը պատրվում էր եւ նշան էին անում մյուս նավի մեջ լինող ընկերներին, որ գան իրենց օգնեն եւ նրանք եկան եւ երկու նավը լցրին, ինչեւ որ թաղվում էին։ Սիմոն Պետրոսն էլ տեսնելով ընկավ Հիսուսի ծնկերի առաջին եւ ասաց. Ինձանից դուրս գնա, որ ես մեղավոր մարդ եմ, Տեր, որովհետեւ պատեց նրան եւ ամենքին էլ որ նրա հետ էին, այն ձկների որսի համար որ բռնեցին։ Այսպես էլ Զեբեդիայի որդիներին, Հակոբին եւ Հովանեսին, որ Սիմոնի ընկերներն էին, եւ Հիսուսը Սիմոնին ասաց. Մի վախենար, այսուհետև մարդի որսող կլինես։ Եվ նավերը հանեցին ցամաքը, ամեն բաները թողեցին եւ նրա հետևից գնացին։ Ամեն։ Ուզում եմ այստեղ վերջակետ եւ մի փոքրիկ անդրադառնանք այս հենց սկզբի այս դրվագին, որտեղ որ գրված է, որ ժողովուրդը նրա վրա կիտվում էր Աստծո խոսքը լսելու։ Ինչ լավ է, որ ժողովուրդը կիտվում է Հիսուսի վրա Աստծո խոսքը լսելու։ Եվ պատկերացրեք, որ այնտեղ այդ բազմությունը կիտվում էր, բայց Պետրոսը եւ իր ընկերները նրանք չէին ճանաչում Հիսուսին դեռևս։ Նրանք չգիտեն, որ դա Հիսուսն է, հա։ Բայց երբ որ տեսնում են, որ ժողովուրդը հետևում է նրան, նրանք մտածում են, ասում են, ուրեմն այստեղ մի բան կա։ Հələ ասա, ուրեմն այստեղ մի բան կա։ Գիտես, ասա, մի վախետ, ասա, այստեղ ուրեմն մի բան կա։ Դու հենց այնպես այստեղ չես։ Նայեք կողքերքդ մարդիկ հավաքվել են, ուրեմն այստեղ մի բան կա։ Քեզ համար մի բան կա։ Հենց այնպես մենք չենք հավաքել, սիրելիներ։ Մենք հավաքվել ենք, որովհետև գիտենք, հասկանում ենք, հոգով զգում ենք, որ այստեղ մի բան կա։ Եվ Պետրոսն է տեսնում էր, որ Հիսուսի հետևից գալիս են, ինքն էլ հոգնած, ջարդված, հա, աշխատանքից հետո։ Հիսուսը մտավ նրա նավը եւ ասեց. մի քիչ հեռու քշի։ Ինչ է կարծում, ինչն էր պատճառը, որ նա չհրաժարվեց, ասեց, լսի, գիտես, ես հոգնած եմ։ Իմիջիալից մի գիտություն կա, ես եմ այդ գիտությունը հնարել։ Նրա անունն է պատճառաբանություն։ Եվ ոմանք այդ գիտության մեջ արդեն դոկտոր պրոֆեսորի կոչում ունեն։ Ոմանք է դեռևս թոյքնացու են։ Այդ պատճառաբանության բանը, այդ գիտությունը Աստծո ժողովուրդը տառապում է դրանով։ Որովհետև շատ անգամ ես լսում եմ պատճառաբանություններ, թե ինչու այս կամ այն բանը ես չեմ կարող անել։ Ասում ես ինչու չես եկեղեցի գալիս, աշխատանք եմ, գործ ունեմ, գլխսացավում, այս անում են անում։ Մի հարց, երբևիցե որևիցե մեկի հետ եղել է, որ ինչ որ նման խնդիրներ կամ խոչընդոտներ եղել են, բայց դու հաղթահարել եկել ես։ Խնդրում եմ ինձ մյուս հարցին պատասխանի։ Երբևիցե եղել է, որ փոշման ես ասել ես իզուր եկա։ Ինչու է դա այդպես։ Ինչու է դա այդպես, որովհետև դու այդ պահին չես հասկանում,
Բայց լինելով Տիրոջ տան մեջ լցվում ես ավելի արժեքավոր բաներով, որ ավելի կարևոր են քո կյանքի մեջ, քան նա ինչի համար դու պետքա չգայիր։ Եվ տեսեք, Պետրոսը նստած հոգնած, այդ ուրկաններն արդեն լվացած, պատրաստ, գնում է տուն, ինչ սրտով, մտածում է հեսա կգամ տուն, երեխերքը սոված, զուգ չեմ բռներ, այն երեխուն կոշիկ չունի, մեկը պիտի դպրոց գնա, դարդերով, ունեք չէ դարդեր, ունենք, ինչ շատ ունեմ խնդիրներ, այն կրիջիտը պիտի մուծեմ, տամ վարձ պիտի տամ, մեքենան բենզին պիտի լցնեմ, անիվներ չունեմ, ունեք չէ ժողովուրդ ջան, քույրիկները, ինչ պետք է սարքեն որ ուտեն, այնքան դարդեր կան, այնքան հոգսեր կան մեր կյանքում, սա որը մտածում ես, մանավանդ որ արդյունք չես ունենում, ցավալի է լինում այդ մտքերը, հա? Ուրեմն մենք տեսնում ենք, որ այս խեղճը հոգնա, ջարդված, աշխատանքից հետո մտածում է հեսա պիտի գա տուն, ոչ մի խնդրի լուծում չի կարող տա, մյուս օր ավելի մեծ խնդիրներ պետք է ունենա, ու հանկարծ մեկը մտնում է իր նավի մեջ, ասում է դու տուն չես գնում, մի քիչ հեռու քշի, ես պետք է քո նավից քարոզեմ։ Այ քեզ բան, ուրիշ տեղ չգտար քարոզելու։ Ուրիշ միջոց չգտար քարոզելու։ Եվ այսօր իմ խոսքը այսպես է, խորագիրը հետևյալն է։ Քո շանսը բաց մի թող։ Կարաս քեզ ասես, կարաս կողքինիդ ասես, քո շանսը բաց մի թող։ Իհարկե ես հասկանում եմ, որ շանսը դա միջազգային բառ է, բայց ինքը նշանակում է հետևյալը. հնարավորություն, որը կարող է քեզ տալ քո ապագայում ապահովել քո ապագայի հաջողությունները, հիշեցեք, նորից։ Հնարավորություն, որը կարող է քեզ ապահովել ապագայի հաջողությունները, դա նշանակում է շանս։ Եվ շատերը մեզանից մեր շանսը բաց ենք թողում, բաց թողելով նաև ապագայում հնարավոր ունենալու հաջողությունները։ Ցավոք սրտի եմ ասում, եւ շատերն էլ այս պատճառով կանգնում են, որովհետեւ մեր հոգսերը, մեր առօրյա կյանքը, մեր խնդիրները, շատ բաներ, մեր էմոցիաները, մեր բնավորությունը, շատ բաների պատճառով մենք մեր շանսը բաց ենք թողում։ Յուրաքանչյուր անձնավորություն իր կյանքի ընթացքում փնտրում է իր շանսը։ Չգիտեմ որտեղից անցյալում, երբ որ դեռ ես հավատացյալ չէի, չգիտեմ որտեղից լսել եմ նման մի փիլիսոփայական մի միտք, որ Աստված մարդուն 3 անգամ է շանս տալիս։ Եվ իմ կյանքում ունեի նման շանսեր, որ որոշակի հաջողությունները հասնելու, եւ իմ կյանքում որոշակի հնարավորություններ ունենալով ես 3 անգամ բաց էի թողել իմ շանսը։ Եվ ես իմ ձեռքերը իջացրել էի եւ հանձնվել էի, որովհետեւ միտեղ լսել էի փիլիսոփայություն, որ Աստված 3 անգամ է տալիս շանս։ Եթե չօգտագործեցիր, վերջ էլ չի տալիս։ Փառք Աստծո, որ այսօր մենք այստեղ ենք եւ Տիրոջ տան մեջ ենք եւ գիտենք, որ Աստված ոչ թե 3 անգամ է տալիս շանսը, այլ Աստված ամեն օր է տալիս մեզ շանս։ Ամեն օր է դուռ բացում մեզ համար, ամեն օր է խոսում դեպի մեր կյանքը։ Եվ ես այսօր գիտեմ եւ ձեզ եմ ուզում փոխանցեմ, որ չհուսահատվես։ Հանկարծ ձերքերդ չիջացնես, չհանձնվես։ Աստված միշտ է շանս տալիս։ Ուղղակի պետք է այդ շանսից ասա բռնել։ Խնդրում եմ ասա բռնել։ Այն շանսը, որ երկնքից է գալիս, պիտի բռնես, այլ երբեք բաց չթողես, որովհետև դա է մեր փրկությունը, դա է մեր կյանքը։ Նրա անսահման ողորմության մեջ մենք կարող ենք գտնել մեր շանսը։ Նա ողորմած Աստված է։ Նա չի սահմանափակում։ Եվ այսպես կարող էր Սիմոնը ասեր հոգնած եմ, սոված եմ, տունը ժողովուրդը սոված են, Հիսուս ջան։ Նու չէր ճանաչում, որ Հիսուսն է ուղակի։ Բայց նա տեսավ, որ եթե ժողովուրդը իր հետևից գալիս են, ուրեմն մի բան կա։ Եվ կարող է այդ բանից իրան է բաժին հասնի։ Ասեց հələ սպասի։ Դե լավ, այստեղ հաջողություն չունեցա, ձուկ չբռնեցի։
Բայց եթե այս մարդու հետևից գնում են, ուրեմն մի բան կա։ Եվ զգում եք, որ ինքը առանց ինչ-որ մի բանի, ես ուղղակի ենթադրում եմ իր այդ ներքին աշխարհը, ես առանց մի բան ասելու, ուղղակի նավը հեռու քշեց։ Եվ կարծես թե հեսա սպասում եք, որ հեսա պետք է Հիսուսը սկսի իր հետ Սիմոնի հետ խոսալը, հա, խրատ տալը, դաս տալը, չէ, նա սկսեց ում հետ խոսալը, ժողովրդի հետ խոսալը։ Նա սկսեց ժողովրդի հետ խոսալը եւ խոսում էր, ինչ եք կարծում, ինչ էր խոսում։ Օրինակ, ինչ եք մտածում։ Հա, ապաշխարության մասի, Աստծո խոսք էր խոսում, այնպիսի խոսք, որ մարդու սիրտը այսպես քարուքանդ էր անում մարդու ներսը։ Մխրճում էր ամեն մի խոսք իր սրտերի մեջ։ Ինչից եմ ես ենթադրում, որովհետեւ Սիմոնը, խեղճ Սիմոնը նավի մեջ նստած իր հետ չի խոսում։ Բայց նավի մեջ նստած, լսելով այն խոսքերը, որ ուղղված էր ժողովրդին, ինքը վերագրում էր իրեն եւ ապաշխարում։ Ինչ ասեց, ասում է, Տեր ինձանից հեռացիր, որովհետեւ ես մեղավոր մարդ եմ։ Ավետարանը հասել էր իր ականջին։ Սիրելիներ, գիտեք, սա մի մեծ օրհնություն է մարդու համար, երբ որ քեզ չվերագրված խոսքը վերագրում ես քեզ։ Գիտես, որ այսօր ավելի ցավալի մի բան եմ ասում, այսօր հակառակն է կատարում եկեղեցում։ Քեզ վերագրված խոսքը դու վերագրում ես, հասցեագրում ես քո կողքինին։ Այս իմ կիսուրի մասին է այս խոսքը։ Կամ կիսուրներն ասում են, այս իմ հարսի մասին է, այս այն աղբոր մասին է, այս այն քույրիկի մասին է։ Ցավոք եմ ասում, շատ ժամանակ հենց դա է։ Բայց քո շանսը բաց մի թող, նույնիսկ ուրիշին ուղված խոսքը վերագրիր քեզ, որովհետև Աստծո խոսքը երբեք չի վնասում։ Ասա ամեն։ Մի ամանչիր, մի նեղվիր դրանից։ Թույլ տուր թող Աստված գործի քո կյանքի մեջ, քո շանսը բաց մի թող։ Գիտեք, ցավալի եմ ասում, բայց մենք շատ ենք սիրում, որ մեզ թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք։ Մի բան ասեմ, դուք ձեզ կբռնացեք դրա մեջ։ Մենք երբ որ գնում ենք բժշկի մոտ, մենք սկսում ենք բժշկին սովորացնել, թե մեզ ոնց բուժի։ Եղել է տենց։ Ռեցեպտը վերցնում ենք, գալիս մենք բոլորս բժիշկ ենք, էլի արդեն։ Ռեցեպտը վերցնում ենք, մի քանի հոգի ծանոթներ ունեք, շրջապատ ունեք, որոնք ավելի լավ գիտեն բժշկից։ Բերում եք ռեցեպտը փոխում եք ուրիշ ռեցեպտի։ Մեր ուզած։ Եվ բժիշկները սովորեցնում եք մեզ ոնց բուժեն։ Ցավոք սրտի սա մեզ համար մի մեծ խնդիր է։ Երբ որ Աստծո տանն ես լինում, դու պիտի հասկանաս, դու ոչ մի բան ես։ Ընդամենը Աստված մտել է քո նավակի մեջ, դու նրան ծառայում ես, հոգնած, ջարդված, սոված, տունն էլ բան չկա ուտելու, ձուկ չկա ընդհանրապես։ Բիզնեսը կանգնած, կան մարդիկ, որ բիզնեսը կանգնած է, գործը լավ չի, կան մարդիկ, որ խնդիրներ ունեն տանը, հացի խնդիր ունեն, գումարի խնդիր ունեն, պրոբլեմներ ունեն հարաբերությունների մեջ, կարծում եմ կան, մեր մոտ ինձանից սկսած մեր բոլոր եկեղեցի անդամները խնդիրներ ունեն։ Կարծում եմ այստեղ էլ կան, պետք չի բարձրաձանեմ, բայց ես գիտեմ, ինձ ասել են։ Հա։ Եվ բոլորս է խնդիրներ ունենք, եւ կարծում եմ այս Սիմոնն է նստած հանկարծ երբ որ ինքը ավետարանը իր ականջին հասնում է, իր բոլոր խնդիրները անցնում են երկրորդ պլան, իր բոլոր գիտությունները, իր ամբողջ փորձառությունը անցնում է երկրորդ պլան։ Եվ այդ մթնոլորտի մեջ նա նստած լսում է եւ ասում է Հիսուսը նայում է նրան, տեսնում է նրա վիճակը, ասում է լսի, ասում է գնա, ասում է գնացեք, ասում է ձեր ուրկանները նորից գցեցեք։ Այստեղ գիտեք ինչ մարտահրավեր է։ Գիտեք մի բան է Հիսուսին թողես քո նավը մտնի։ Մի ուրիշ բան է թողես քո սիրտը մտնի։ Հիշեցեք։ Շատերս թույլ եք տվել Հիսուսին ուղղակի նավը մտնելը։ Կամ դու ուղղակի եկել ես եկեղեցի, բայց մի ուրիշ բան է, երբ որ Հիսուսը պիտի քո սիրտը մտնի։
Այստեղ շատ բաներ կան, որ պետք է հնազանդվեն, խոնարհվեն, Աստծո առաջ հետ քաշվեն, գահը ազատեն, որպեսզի Տերը գա նստի եւ թագավորի։ Շատ բարդ է, երբ որ մարդը պետք է իր փորձառությունը թողա։ Փորձառու ձկնորս։ Իհարկե ինքը ջահել էր, մեն տարիքով չէր, մեծ չէր, իմ տարիքին չէր, բիծա չէր։ Ինքը շատ երիտասարդ էր։ Բայց նրանք փորձառու էին։ Ովքեր եղել են այդ ծովում, այդ Գալիլեյան, այդ Գալիլեյսկը մորիային ասում, բայց ինքը լիճ է։ Այնտեղ կան ուժեղ հոսանքներ, այդ Գալանցկի գորի, այս հայերեն չգիտեմ ոնց է, վերջ։ Այնտեղից ուժեղ հոսանքներ են, ճում եւ այս հոսանքների պատճառով այդ ջուրը անդադ ալիքակոծվում է, նեղ շատ հակառակ հոսանքներ ամ։ Ամեն ձկնորս շատ լավ գիտի, որ ժամին պետք է մտնել ծով, երբ կարելի է մտնել, երբ չի կարելի, երբ կարան ձուկ բռնեն։ Եվ հանկարծ Հիսուս նրան ասում է. լսի, գնացեք ուրկանները նորից գցեք։ Պատկերացնում եք, այդ թարսի նման է ուրկաները լվացել էին արդեն։ Այսինքն վերջակետ էին դրել իրանց այսօրվա աշխատանքին։ Բայց Հիսուսն ասում է գնացեք։ Եվ սա մի մեծ մարտահրավեր է, եւ կարծում եմ, թե ամեն անգամ Աստծո հետ գործ ունենած Աստված նման մարտահրավերներ անետում, որ լոգիկայից դուրս, որ դու երբեք ասում ես, ո՞նց, ես ինչ ես ասում, դա անհնար է։ Ոնց գնամ ձուկ բռնեմ։ Ամբողջ առավոտից իրիկուն աշխատել ենք, մի նավով չէ, երկու նավով, մի հոգով չէ, մի քանի հոգով, մի ձուկ չենք բռնել։ Ես ինչ ես խոսում։ Այս ժամին ոչ ոք պատմականորեն, ոչ մի ձև, ոչ մի մեր փորձառությունը, ամեն ինչը քո անցյալը, քո գիտելիքները, քո փորձառությունը գոռում է ոչ։ Բայց Հիսուսն ասում է գնացի։ Մարտահրավեր, ով կզիջի, ով կհնազանդվի, ով կխոնարհվի, շատ դժվար է սիրելիներ։ Մենք sense խոսում ենք այնքան հեշտ է, այսպես խոսալ բան ասենք, հա, Հիսուսն ասել է հալելույա։ Հələ մի հատ հարց եմ տալիս, արդյոք դա այդպես է քո կյանքի մեջ։ Բարձրաձայն մի ասեք։ Դու քեզ անկեղծ պատասխանի, միշտ ես հնազանդվում Աստծո խոսքին, ճշմարտությանը։ Միշտ է դա այդպես։ Հա? Դուք ձեր մեջ, գիտեք ամենալավ բանը անկեղծ լինեն Աստծո առաջ։ Միայն դա է մեզ շանս տալիս փոխվելու։ Պետք է անկեղծ լինենք։ Օրինակ ես գիտեմ, որ միշտ չէ այդպես։ Բայց ամեն անգամ թեև ես եմ խոսում, բայց ամեն անգամ իմ շուրթերը իմ ականջին ավելի մոտ են։ Ամեն անգամ ես հիշ մտածում եմ այդ մասին, ասում եմ, Տեր, խնդրում եմ արա այնպես, որ ես միշտ այդպեսին լինեմ։ Եվ Սիմոնի խոսքերը դա ափսեցուցիչ են։ Ինչ ասում նա, ասում է, լսի, դա անհնար է։ Փորձը ամեն ինչ ասում են ոչ, բայց քո խոսքի համար կգցեմ։ Ասա ամեն։ Իր խոսքի համար դու ինչ ես պատրաստ։ Քո շանսդ բաց մի թող։ Բռնի նրա խոսքից։ Եվ արա այն ինչ որ նա է ասում։ Եվ ասա թող քո կամքը լինի ոչ թե իմ։ Մյուս պահը նրանք գնացին եւ ուզում եմ շեշտել իրենց ուրկանները գցեցին։ Ասա իմ ուրկանները։ Լսեք, շատերը չեն գնահատում իրենց ուրկանները։ Մտածում են, հեսա մեկը կգա, մեր ուրկաներով չստացես, հեսա իրանք կգան, իրանք ուրկաները լավն են, հեսա այս հովը կգա, մեզ համար կաղոթի կբժշկվենք, կամ ես իմ ինչ, տարբեր բաներ։ Հիսուսը չի ասում մեկից ուրկան վերցրեք կամ սպասեք հեսա մի մեծ ուրկան կամ, ասում է քո ուրկանները նորից գցիր։ Գիտես քի, որովհետև մինչև այդ դու առանց իրան ես գցում։ Բայց երբ որ դու նրա հետ ես գցում, քո ուրկանները քեզ կապահովի քո հաջողությունը, ասա ամեն։ Քո բիզնեսը կծաղկի, քո տան մեջ խաղաղություն կգա, ձեր հարաբերությունները կշտկվեն, երբ որ մարդ գործում է Աստծո խոսքի համաձայն։ Ամեն ինչ փոխվում է, առանց դրա ոչ չի փոխվում, ամեն ինչ մնալվան նույնն է։ Եկ կարող է հնարքներ, մարդս մենք այնքան խորամանկ ենք, կարող ենք հնարքներ մտածել բան, հարևանից ուրկանը վերցնեք, տանեք, գցեք եւ այլն։ Ինչ որ որոշակի չափով ձուկ բռնեք, ասեք, այ ինչ լավ է, օրհնվեցինք։ Այն միս նավի ժողովուրդն են այն ասեն, գոնե էսի մի վեդրո ձուկ տարավ, դու խելքը սոված չեմ նա։ Աստված իրան գիտես ոնց է օրհնեմ, մեքենա է առել։ Մենք միթե դրա համար ենք կանչված։
Աստծո օրհնություններն ավելին են։ Երբեք մի մտածեք, որ մի փոքր բանով Աստված հենա, այս եղբորը օրհնելա, բիզնեսը, այ քեզ բան։ Դրանով չի։ Գնացին, ուրկաները գցեցին եւ ինչ եղավ։ Խնդրում եմ ասեք, ինչ եղավ։ Այնքան ձուկ բռնեցին, գրված է որ նավը խորտակվում էր։ Այս է օրհնությունը։ Որ նավը խորտակվում էր։ Եվ նրանք ինչ արեցին։ Ձեն տվեցին ընկերներն, ասում են, եկեք, դուք էլ չեք այսօր դատարկ մնալու, այսօր ձեր երեխերքն էլ սոված չեն մնալու, եկեք։ Հիշիր։ Եթե Աստված քեզ օրհնում է, այդ օրհնությունը մենակ քեզ համար չի։ Եթե պահես քեզ, քո նավը կխորտակվի։ Ասում է հարուստը առատապես բան ունեցավ։ Եվ Հիսուսն ասում է հարուստը, հենց շեշտում է, բառը, ասինքն հարուստ մարդ էր, ունևոր մարդ էր, բայց մի անգամ բախտը վերեց, իր դաշտը մեծ բերք տվեց։ Ինչ արեց, ասում է, բերեմ բաները քանդեմ, այդ ամբարներս, հա, ասում է, մեծ սարքեմ, լցնեմ մեջը, հիշում եք։ Ժողովուրդ ջան, եթե փորձես, միայն քեզ պահես, քո նավը կխորտակվի։ Օրհնությունը մենակ քեզ համար չի։ Լսեք, մարդիկ կան, գիտես ոնց այդ խորտակվող նավերի նման են։ Գիտություն մեջը լիքը գիտություն կա, բայց այդ գիտությունը չի ապրում իր կյանքում։ Ծաղի այդ ամբարիշտ, կռվող, մի տեսակ, էլ եկեղեցին ժպտացող, հայ, եկեղեցին բոլորը սուրբ ենք։ Սա խնդիր է, մեծ խնդիր է։ Եկեղեցին սուրբ ենք, այդ տանը չգիտեմ։ Աստված գիտի։ Ես ասում եմ, բոլորին խնդրում եմ եւ ասում եմ, գիտեք ամենալավ բանը որն է, որ տանը սուրբ լինենք, եկեղեցում լինենք այնպեսին ինչպեսին կանք, որովհետեւ այդ ժամանակ շանս ունես փոխվելու։ Եթե եկեղեցում սուրբ լինես, տանը այնպեսին ինչպեսին կաս, դու չես փոխվելու երբեք։ Լավ դերասան ենք դառնալու, ընտիր։ Պրոս ուղղակի մեր տեղը չեն իմանալու։ Բայց լավ դերասան ենք լինելու, ընտիր։ Ուրեմն օրհնությունները, երբ որ լցվում են, երբ որ Աստված խոսում է եւ դու լցվում ես, դա քեզանից բխում է։ Ավետարանը քեզանից բխում է, խաղաղությունն է դուրս գալիս, քո բնավորությունն է փոխվում։ Դու էլ այն բամբասող կինը չես, այն չար եղբայրը չես, չգիտեմ, այն մեղավոր եղբայրը, չգիտեմ, դու փոխվում ես, քո անձը փոխվում է, քո ներսը փոխվում է, քո գործերը փոխվում են, քո ամեն ինչը փոխվում է, որովհետև դու կիսում ես քո օրհնություններով։ Նույնիսկ ֆինանսական օրհնություններ եթե գալիս են, էլի դա քո համար չի մենակ։ Դու իրավունք չունես մենակ նստես ուտես։ Մի անգամ տարիներ առաջ մի ռուս հովիվի մի հատ մեքենա են նվիրում, թանկանոց մեքենա, շատ ահավոր թանկանոց մեքենա են նվիրում, ու ես լսեցի, որ այս եղբայրը տարել է այդ մեքենան վաճառել, գնացել, իր համար մի քիչ ավելի զուսպ մեքենա գնել, մնացած փողով էլ իր եկեղեցում մի մեծ մնագադետնի ընտանիքի համար մեքենա գնել եւ օրհնել նրանց։ Ես ասեցի Աստված ջան, այս տղեն ինչ լավ բան արել, ես էլ եմ իմ կյանքում այդտեղ ապրել։ Երբ որ քեզ օրհնում են, դա մենակ քո համար չի։ Մի հատ աչքերդ բացի, Աստված կարող է տվել, որ դու էլ ուրիշին հասնես։ Հասկանում եք, չէ՞։ Մեկը սոված է, դու գնում ես թանկանոց ռեստորաններում հաց ուտում։ Ճիշտ ասած, ես էլ իմ կյանքում ժամանակին աշխատել ենք, լավ տեղեր գնացել եմ։ Սկզբից լինում էր, որ նկարներ, հետո ես հանդիմանուց էլ չեմ գցում երբեք կաներ։ Հա, որովհետև հասկանում ես, որ մարդիկ կան կարող է չունեն։ Ես ասում եմ Աստված, ավելի լավ է ես չգցեմ, իրանք չտեսնեն, բայց դու իրանք ցույց տուր ով կարիք ունի, ավելի լավ է ես իրանք հասնեմ։ Եվ տեսեք, եւ այդ ամեն փորձառությունները, այդ ամենը ինչ որ մարդու մեջ կա խանգարում է շատ ժամանակ հետևել Աստծուն։ Երեք մեր շանսը դրա պատճառով շատ ժամանակ մենք բաց ենք թողում։ Այնքան ցավալի է, երբ որ զգում ես, որ մարդիկ կան,
դες այստեղ կարամ էլի ես ազատ խոսամ, ասեք լինում են որ ընտանիք են լինում, ասեք մարդ ու կին։ Ամուսինը շատ նվիրված է, բայց կինը չի հասկանում այդ նվիրվածության արժեքը։ Եվ անդադ ինքը խոչընդոտում է, գիտեք, ցես բան անում, ինքը աշխարհիկ մտածելակերպ ունի, ամուսինն է հոգևոր։ Սա շատ ցավալի երևույթներ են, սիրելիներ, շատ ցավալի, երբ որ ընտանիքի մեջ բաժանումներ են գալիս։ Գիտեք, նման բաները միշտ բերում են մի բանի, որ կոնֆլիկտներ են սկսում, կոնֆլիկտներ։ Որովհետև նայում են աջ ու ձախ, մեկը մի ուրիշ բան է տեսնում, մյուսը մի ուրիշ բան։ Մեկը այս աշխարհի փայլն է նկատում, մյուսն էլ Հիսուսի փայլն է նկատում։ Սա խնդիր է մեզ, սիրելիներ։ Երբեք ամուսիներ մանավանդ ձեզ եմ ասում, երբեք չխոչընդոտեք ձեր ամուսիներին, ձեր շանսը բաց չթողեք։ Նույնն էլ ամուսիներ, քույրիկներ են լինում այդպես հոգով լցված, բայց եղբայրներն ասում են, ինչ ես գնում ժամանակը ծախսում, գնա գործ արա բեր, տան վարձերը տանք եւ անես բաներ անում։ Նորից եղբայրներ ջան, ձեր շանսը բաց չթողեք, որովհետեւ երկնային օրհնությունները եւ երկնային արժեքները այնքան շատ են։ Ուզում եմ մի բան ասեմ։ Աստվածաշունչն ասում է, այն ինչ որ ձեր աչքը չի տեսել, կարող է մի քիչ սխալվեմ, բայց դուք ինձ կհուշեք։ Այն ինչ որ ձեր ականջը չի լսել, այն ինչ որ ձեր միտքը չի եկել, Աստված պատրաստել է իրան սիրողների համար։ Երբ որ այս բառերը լսում եք, ուզում եմ ձեր ուշադրությունը գրամ։ Սա խոսում է այն բաների համար, ինչ որ երկնքում է մեզ համար պատրաստված։ Երբեք չմտածեք, որ սա խոսում է այս երկրի վրա հարստությունների մասին։ Պատկերացրեք, որովհետև նույնիսկ քո մտքով չի կարող անցնի, թե Աստված երկնքում ինչ է մեզ համար պատրաստել։ Շատերը սխալմամբ մտածում են, որ այստեղի հարստության մասին է խոսքը։ Այստեղ տես բան չկա, հիմա այս ինտերնետային դառնում, այս ինֆորմացիան դառնում, տես հարստություն չկա, այդպեսի գեղեցիկ վայր չկա, որ մենք տեսած չլինի։ Կամ մեր մտքով անցած չլինի։ Հաստատ ձեզանից էլ մարդիկ կլին, օրինակ ես առաջին շատ հաճախ մտածում եմ, ասում եմ, կլինի մի օր ես գնամ ու հանկարծ դոլարով լիքը մի հատ պայուսակ գտնեմ։ Ու մտքովդ անցած կլինի, նման մի բան։ Ասեք մեկը կորցրած լինի դու գտնես։ Կարծում եմ շատերն են, չեմ մտածել։ Նա եղբայրներն են։ Դες բան չկա, որ մեր մտքով անցած չլինի։ Շատ բաներ են մեր։ Իհարկե, մեկ մեր մտքին անցածները, օրինակ, Աստված տալիս է, մենք էլ ենք զարմանում։ Ասեք, ես միշտ հիշում եմ իմ կնոջ հետ գնում ենք մի տեղ, այնտեղ սիրուն շենքեր են կառուցում։ Այնք ասում էր, «Երանի Աստված մեզ էստեղից մի հատ տուն տա»։ Այնքան ասես տվեց։ Լավ բաներ խոսալը մի բալիկ իր պապու հետ անտառով գնում են։ Այս երեխան ասում է, «Պապի, ասում է, վախենում եմ»։ Ասում է, «Այ բալա ջան, ինչի՞ց ես վախենում»։ Մի քիչ էլ են գնում նորից ասում, «Պապի, ախր վախենում եմ»։ Ասում է, «Այ տղա ջան, ինչի՞ց ես վախենում, պապոդ քեզ հետ է»։ Վերջը մի քիչ էլ են գնում, ասում է, «Պապի, չէ էլի, բայց միևնույն է վախեմ»։ Ասում է, «Այ բալա, այնքան ասեցիր, ես էլ սկսեցի վախենալ»։ Հիմա գիտեք ինչ որ ասում են, պետք է մենք որ ասում են լավ բաներ ասենք, որ ու հավատանք, որ վատ ասես, վատին ես հետ հավատալու։ Հա, լինում են նման հրաշքներ, որ բաներ կա, նայում ես, բայց դու տեսնում ես դա եւ ցանկանում ես, բայց այն ինչ որ երկնքում է, ոչ դու տեսել ես, ոչ լսել ես, քո միտքն էլ չի եկել, որ մեզ սպասում է։ Երկնային արժեքները աննկարագրելի արժեքներ են։ Չեն կարող ոչ Աստվածաշունչը փորձում է մեզ մոտորապես բացատրել, ասում է մենք ոսկու արծաթի, բայց կներեք, բայց այդ ամեն ինչը աղբ է երկնքում համարվել։ Ուղղակի որպեսզի մենք որոշակի կարողանանք պատկերացում ունենանք, թե ինչ է մեզ այնտեղ սպասում։ Փառք Տիրոջը։ Եվ ինչ է գրված հետո։ Այդ ամենից հետո գրված է, որ նրանք ամեն ինչ թողեցին եւ հետևեցին նրան։ Սիրելիներ, ուզում եմ դու մի պահ մտածես։
ով է ձեզ այնպես պատրաստ ամեն ինչ թողի։ Քո ապրելակերպը, քո կենցաղը, քո գործը, ամեն ինչ, կակ ինչպես մինիմում, այդ ամեն ինչը մի քիչ արժեքազրկել։ Եթե չթողել գոնե արժեքազրկել մի քիչ ցածրացնել եւ Տիրոջը մի քիչ բարձրացնել։ Որովհետեւ մենք ունենք արժեքների ցանց, գիտեք, չէ՞, արժեքների։ Եվ մեր որոշումները մեր կյանքի որոշումները մենք կայացնում ենք ըստ մեր արժեքների ցանցի։ Եթե Աստված չի առաջի տեղը, եթե իմ ընտանիքն է առաջի տեղը, թե իմ երեխան, օրինակ, կամ իմ ընկերները, երբ որ ես ընտրության առաջ գնամ, ասեք դրվեմ, այդ օրը գնամ եկեղեցի կամ մեկին ծառայեմ օգնեմ, կամ գնամ իմ ընկերոջ հետ ժամանակ ունենամ, ըստ իմ արժեքացանկի ես որոշում եմ կայացնելու։ Հասկանում եք։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Եվ գրված է, որ նրանք ամեն ինչ թողացին։ Սա շատ դժվար է ամեն բան թողալ։ Ինչ է նշանակում։ Դե մենք գիտենք, որ Սիմոնը ըստ երևույթի նաև ամուսնացած էր, չէ՞, որովհետև զոքան չհիվանդ էր։ Հա։ Նա ամեն ինչ թողեցին։ Իրանց անցյալ կյանքը եւ գիտեք Հիսուսի ասածն ասում է, այսօրվանից մարդ որսացողներ եք։ Հիմա ես որ ասում եմ, դու հասկանում ես ինչի մասն է խոսքը։ Բայց ես խեշ Սիմոնը որտեղից իմանար ինչ է նշանակում մարդ որսած։ Սնայպերը ինչ է նշանակում մարդ որսացող, այ մարդ։ Որովհետև այն ժամանակ իրանք չգիտեն, դուք մենք միշտ ամեն ինչը ընդունում ենք, մենք այսօր ինչ որ ինֆորմացիաների տիրապետում ենք, գիտենք Հիսուսով, գիտենք մարդ որսացողը, դու պատկերացրու, դու ոչինչ չգիտես։ Ասում են այն ինչ որ առաջ անգամ են քո ականջը լսում։ Դու չգիտես ինչի մասն է, պատկերացնում եք ինչ բացարձակ վստահություն պետք է ունենաս։ Հա, դա այդ խոսքի, այդ ասողի, այդ անձի նկատմամբ։ Ցավոք սրտի մենք այսօր ավելի շատ իմանալով, ավելի քիչ վստահություն եք ունենում Տիրոջ նկատմամբ։ Ցավոք եմ ասում, սա ցավալի է։ Եվ գրված է, որ նրանք ամեն ինչ թողեցին ու նրան հետևեցին։ Աստվածաշնչում հին կտականում շատ օրինակներ կան, թե ինչպես մարդիկ իրականում ամեն ինչ թողեցին։ Ամեն ինչ թողեցին եւ Տիրոջը հետևեցին։ Նոր կտակարան այն է կա, եթե ասինքն իրանց շանսը, ավելի ճիշտ այսպես, իրանց շանսը բաց չթողեցին։ Օրինակ, եթե վերցնեք Քարեբին եւ Հեսոին, հա, Մովսեսին, Աբրահամին, Հակոբին, Հռութին, Դավիթին, Հռութը մենակ մի բան արժե։ Հիշում եք Հռութը ինչ արեց։ 0% պերսպեկտիվա։ Ոչ մի բան չկար, ապագան ոչ մի շանս չկար, կարծես թե, հա, գնա քո կյանքը մի ձև դասավ։ Նեղ շանս ունես մարդկային բանով։ Գնա քո հորտուն։ Ջալ աղջիկ ես, սիրուն աղջիկ ես, կարծում եմ մեզանից շատերն էլ խորհուրդ կտային, որովհետև գիտակցում եք, որ բայց դու ինձ հետ գա ինչ պիտի անես, բայց իր շանսը բաց չթողեց։ Նոր կտակարանին ես ուզում եմ մի քանի բաներ ասեմ։ Այն կինը, որ 12 տարի տառապում էր, նվագող ունեք, ես վերջացնում եմ, հա։ Նվագողը գայել է։ Այդ 12 տարի այն կինը արունահեղությունից տառապում էր։ Բայց երբ որ օրը եկավ, երբ որ ժամը եկավ, ինչ արեց։ Նա իր շանսը բաց չթողեց։ Ընկուր Բարթեմեոսը, Են Զաքեոսը, որ մեկին անունը տամ։ Դուք պատկերացրեք, այդ մարդկանց անուններն են եւ հենց այդ մարդկանց անուններն են զետեղված հենց Աստվածաշնչի մեջ։ Ինչու՞, որովհետեւ այդ մարդիկ իրանց շանսը բաց թողեցին։ Դու էլ քո շանսը բաց մի թող եւ քո անունն է կգրվի կյանքի գրքի մեջ, հավերժ։ Եվ երբեք այնտեղից չի չքանա, չի կորի։ Շուտ մի հանձնվիր։ Միշտ հավատա, որ կարող է, գիտեք, շատ շանս, շատ հնարավորություններ ենք ունեցել բաց ենք թողել։ Եթե հետ ես նայում մենք
Ես շատ բաներ կա, որ ես հետ եմ նայում, զգում եմ, որ ասում եմ Երանի, դուք եք մտածում, ասում եմ Երանի ես խելքով մի 10 տարի առաջ չնեի։ Եղել է, որ մտածել ես։ Կամ քո նկարին նայում ես, ասում ես, այ ոնց ես այս շորը ոնց եմ հակել 10 տարի։ Որտեղ փոխվում է, ժամանակներն անցնում են, մարդը փոխվում է, իր միտքը, իր աշխարհայացությունը փոխվում է, ամեն բան փոխվում է։ Բայց շատ ժամանակ մենք մեր շանսը բաց ենք թողնում։ Եղել է, որ մտածում ես, ասում ես, եթե այն ժամանակ այսպես անեի, սենց կլիներ։ Ցավոք սրտի, երբ որ ընտանիքի նկատմամբ են այդ ասում, դա ցավալի է։ Ասում են, այն խելքով ունես քուրիկներն են շատ սիրում, չէ՞, ասում են, ես քեզ հետ չի ամուսնանա։ Այ քեզ բան։ Եղբայրներն էլ կարող մտածում են, բայց չեն ասում։ Հա։ Լսեք, քո շանսը բաց մի թող։ Աստված այսօր էլ կարա քո ընտանիքը այնպեսի սիրով լցնի, որ դու հետո նայես ասես ոնց է այդ բան մտածում կամ ասում վայ իմ մեղավոր շուրթերին։ Աստված ամեն ինչ կարա այնպես վերականգնի, այնպեսի սիրով կարա քեզ լցնի, այնպեսի միաբանություն կարա ձեզ տա, որ դուք նախանձելի դառնաք այս աշխարհի մեջ։ Ինչու՞, որովհետև նա Աստված է։ Իսկ մենք մարդ ենք, մեղավոր։ Քո շանսը բաց մի թող։ Այսօր է քո շանսը ներողություն խնդրելու, ներելու, այսօր է քո շանսը խաղաղություն անելու։ Այսօր է, հիմա է, երբ որ Տերը խոսում է, նորից։ Նույնիսկ եթե քեզ չի վերաբերվում, ընդունի քո կյանքի մեջ այդ խոսքերը։ Վերագրի քեզ։ Եթե այստեղ ես, ուրեմն մի բան կա։ Ուրեմն քեզ բաժին ունես։ Վերցրու քո բաժինը։ Աստված առատաձեռն է։ Նրա ողորմությունն էլ է անվերջ։ Նրա սերն էլ է անվերջ։ Մի սահմանափակ է ասում։ Տերը օրհնի ձեզ։ Միշտ հիշեցեք սիրելներ։ Երբեք ես մի քիչ հետո մի ուրիշ անգամ, երբ որ Դավիթ եղբորը, դե եթե ասինքն դուք հիմա իրան լավ բաներ ասեք, ինձ էլի կհարավիրի։ Հա։ Բարեխոսեք ինքը, լայքեր դնեք ինքը։ Հա։ Մի անգամ կպատմեմ իմ անցյալ կյանքի մասին մի քիչ, որովհետև շատ բարդ եւ դաժան անցյալ եմ ունեցել։ Բայց ամեն անգամ միևնույնն է, ես մտածում ասեմ, Աստված ինչու է բարդ այդ անցյալը ճանապարհներով բերեցիր, չէր կարելի ուրիշ ձև, էլի, ավելի հեշտ, ավելի առանց այդ տառապանքների, առանց այդ ցավերի, որովհետև բաներ կան, որ իրանք իրանց հետևանքներն են թողում։ Ես մի օր այդպես բողոքում էլի ասում եմ, ոնց որ ասած, ու հասկացա, որ չեմ ասում, որ Աստված ինձ ասեց, բայց ես հասկացա, հոգով հասկացա։ Եթե չանցնեի այդ ճանապարհով չէի հասնի այստեղ։ Եթե հեշտ ճանապարհներով գնայի, կարող եմ կյանքը ուրիշ ձև։ Բայց երբ որ այդ դժվարության մեջ եւ մի օր հանկարծ իմ շանսը բացվեց։ Ես բին բռնեցի։ Անկեղծ ասում եմ, հենց տենց էլ եղել է։ Ես ասում եմ միշտ այն ռադիոներ կա, որ պտտում ես ու մանես գայս ալիքներից։ Շպրյոմնիկ, հա, ապրեք։ Չգիտեմ հայերեն անունը չէ։ Սկայս հանկարծ մի հատ ձայն ես լսում երկի կամ ասում ես, ահա այդ այս ալիքը առաջ Ամերիկայի ձայն էին բռնում ես։ Ասում ես, ահա մի քիչ լսում ես հասկանաս որ չէ, այդ չի նորից։ Այ այդպես ես էլ եմ փնտրել ու հանկարծ որ ալիքը բռնել եմ, վերջ։ Շանսս բաց չեմ թողում։ Շանսդ բաց մի թող։ Կանգնեք աղոթենք։ Տեր շնորհակալ ենք։ Փառք ենք տալիս քեզ ամենակարող Աստված այս գեղեցիկ ցեր եկեղեցու համար։ Այս եկեղեցին գեղեցիկ է քեզանով, որովհետև յուրաքանչյուրը կայում է քեզ, քո հոգին իր ներսում իմ Աստված, եւ գործեր յուրաքանչյուրի ներսում իմ Աստված ել ավելի գեղեցկացրու, քո քաղցրությունը, քո համը, հոտը թող մեզանից յուրաքանչյուրից բխի։ Օրհնյալնի քո սուրբ անունը Տեր, եւ թող ոչ ոք այստեղ չհամարձակվի, իր շանսը բաց թողի, հետևի քեզ, բռնի քեզանից եւ
ամեն ինչ թողելով հետևիկ միայն ու միայն քեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը, մնաք օրհնված եւ խաղաղություն։